Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նվաստացուցիչ չի համարում Մոսկվայի իր կատարած այցը։ Վարչապետը զգացմունքային որոշումներ չպետք է կայացնի եւ ուղղորդի զգացմունքներով։ Մենք պետք է մտածենք մեր պետության շահերից։ Վարչապետը ապրիլի 13-ի Մոսկվայում մասնակցեց Եվրասիական տնտեսական միության վարչապետների խորհրդի նիստին։ Նրա մասնակցությունը հակասական արձագանքներ ունեցավ կապված Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ։ Բացի այդ, նիստը պետք է տեղի ունենար Երևանում, սակայն շփման գծի լարվածության պատճառով Ղազախստանի վարչապետը հրաժարվեց գալ Հայաստան։ Իհարկե կարող էի չմասնակցել եւ նաեւ հաջողանալ մեր ժողովրդին այն մասին, ովքեր որ ասում են պետք չի գնալ, պատիվ չի բերի եւ այլ եւ այլ։ Իսկ կարծում եմ գնալը շատ ճիշտ էր եւ մենք պետք է մտածենք այն համագործակցության մասին, մեր ռազմավարական դաշնակցի մասին, որ մենք աշխատում ենք իրենց հետ։ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաեւ զենքի սղության հարցին եւ այդ նպատակով անցկացվող դրամահավաքին։ Կառավարությունը որևէ առաջարկ հայտարարություն չի արել, որ գումարներ հավաքագրվեն սպառազինության համար, մենք ունենք այդ գումարները եւ գործընթացը գնում է առաջ եւ մենք շատ շուտով այն ինչ որ պլանավորել ենք ձեռք կբերենք։ Նա նաեւ խոստացավ պատկան մարմինները կզբաղվեն այն մարդկանցով, որոնք ապօրինի են հարստացել։ Ինչ վերաբերում է օրինական մարդկանց, ովքեր ունեն հնարավորություն, հարստություն եւ այլ, դրանց իմ կարծիքով այդ մասին ով խոսում է բարձրաձայն, դա երկրի նկատմամբ դավաճանություն է։ Վարչապետը թեև լսեց, սակայն անտեսեց հրաժարական ներկայացրած ԴՀԿ ծառայության արդեն նախկին պետ Միրան Պողոսյանի վերաբերյալ հարցը, որը օֆշորում ունի ապօրինի բիզնեսներ։